Խորհրդարանում այս օրերին ձևավորվել է յուրահատուկ աշխատանքային խառնաշփոթ։ Իրենց մանդատները պահպանած պատգամավորները շարունակում են աշխատել նույն սենյակներում, մինչդեռ նոր եկածները կամ պաշտոն փոխածները զբաղված են աշխատասենյակների վերաբաշխմամբ։ Մի հատված դեռևս մշտական սենյակ չունի, մյուսները քննարկում են վերանորոգման, կահավորման եւ աշխատակազմերի տեղավորման հարցերը։ Միջանցքներում այժմ կարելի է հանդիպել տեղափոխվող արկղերի, փաստաթղթերով ծանրաբեռնված օգնականների, նոր ցուցակներ ամրացնող աշխատակիցների և սենյակների շուրջ ընթացող ակտիվ քննարկումների։ Երեկ մարզպետարանի մեր աղբյուրները ասացին, որ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ Փեսան Վասակ Վարդանյանը արդեն մարզպետական տրամադրությունների մեջ է։ Շրջում է նախկին մարզպետին սպասարկող ծառայողական մեքենայով, աջուձախ հայտարարում, որ իրեն են մարզպետ նշանակելու, ինչն իշխանական մեր աղբյուրները չբացառեցին։ Դրանով կփորձեն շահել Սասունի սիրտը, որին նեղացրել են ԱԺ հանձնաժողովի նախագահ չընտրելով։ Բացի այդ, հոկտեմբերին Հրազդանում դիմընտրություններ են սպասվում։ ԿՊ-ն կրկին Սասուն Միքայելյանի որդուն է առաջադրելու, որդին թեկնածու, Փեսան մարզպետ, կոնֆիգուրացիան կարող է ապահովել Հրազդանում Սևակ Միքայելյանի, ըստ այդմ ՔՊ-ի հաղթանակը։ Հրապարակը նախկինում գրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը իրենով անելու սցենարների շուրջ։ Մեր տեղեկություններով իշխանությունը պատրաստվում է իրենով անել նաև ՀԱՕԿ-ը։ Չնայած ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի միջազգային օլիմպիական կոմիտեի կազմում ընդգրկված տեսակով հասարակական կազմակերպություն է, պետությանը չի ենթարկում եւ աշխարհում ընդունված չէ ՄՕԿ կառույցների հետ նման կերպ վարվելը, բայց Նիկոլ Փաշինյանը աշխարհի կանոններին չի ենթարկվում եւ այստեղ եւս որոշել է իշխանափոխություն անել։